Ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Էդիտա Գզոյանի ազատման դիմումի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմում գրի։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն գիտնականը հերացվում է Միացյալ Նահանգների փոխնախագահին Արցախյան հիմնահարցին վերաբերող գիրք նվիրելու համար։ Մինչ Փաշինյանի հայտարարությունը լուրեր էին շրջանառվում, թե Գզոյանին հերացնում են աշխատանքից Ծիծեռնակաբերդում ընթացող շինարարության պատճառով։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը սակայն խուսափում է մեկնաբանել կատարվածը։ Կարծում եմ կարող եք իրեն դիմել։ Շնորհակալություն։ Այդ շղթայում դեռ պակասում է Գզոյանի արձագանքը։ Զանգերը, նամակները անպատասխան են մնում։ Փաշինյանի որոշումը խախտում է գիտնականի ակադեմիական ազատությունը, նշում է Ղուկասյանը։ Ակադեմիական ազատությունը, գիտական ազատությունը, թանգարանային գործին վերաբերող ազատությունը ճնշվում է եւ պետք է թանգարան ինստիտուտներ, ակադեմիական հաստատությունները կրկնեն պետական նարատիվները։ Սա շատ վատ տեղ տանող երևույթ է։ Ակադեմիական ազատությունն ամրագրված է միջազգային մի շարք փաստաթղթերում, այդ թվում Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ ընդունել է ուսուցման եւ գիտնականների կարգավիճակի մասին առաջարկություն, որտեղ ամրագրված է գիտնականներն ու դասախոսները պետք է ունենան ազատություն առանց քաղաքական կամ տնտեսական ճնշման։ Փաշինյանի ակադեմիական ազատությունը խախտելու քաղաքականությունը նոր չէ, նշում է ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։ Մենք ունենք հերթական ցինիկ դրսևորումը ներկա իշխանությունների Ծիծեռնակաբերդի հանդեպ։ Դա սկսվեց 18 թվականին Արայիկ Հարությունյանի խուլիգանական ներխուժումով, հիշում եք աղմուկը, սկանդալը, որ սարքեցին, ոչնչից, այսինքն որևէ կոնֆլիկտ չկար իրենց հետ, որևէ հիմք չկար բախուման, բայց իրենք գնացին, ստեղծեցին այդ սկանդալը, որպեսզի ես թանգարանում որևէ այլ պաշտոն, տնօրենից ժամկետը լրացել էր, գիտեք, որևէ այլ պաշտոնի չմնամ։ Միացյալ Նահանգների փոխնախագահին Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի պատմությունն ու արցախյան հակամարտությունը ներկայացնելը սադրիչ որակելն ու աշխատանքից հեռացնելը հստակ վերաբերմունք է թե արցախյան հարցի, թե ցեղասպանության ճանաչման, ընդգծում է Ղուկասյանը։ Հայաստանի պետական քաղաքականությունը ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում փոփոխվել է, բայց նաև մենք տեսնում ենք, որ փոփոխում է ցեղասպանության հարցի վերաբերյալ առհասարակ խոսույթը, նարատիվները, որոնք առնչվում են հայոց ցեղասպանության խնդրին, ոչ միայն պետական քաղաքականությունը կամ միջազգային ճանաչման գործընթացին սատար կանգնել, ինչը ֆիքսված է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում։ Նոր սահմանադրությունում հղում չեն անի, ասաց Փաշինյանը։ Փետրվարին Ծիծեռնակաբերդ այցից հետո Վենսը նվեր ստացավ Արցախյան հիմնահարցին վերաբերող գիրք, իսկ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը հեռացման դիմումի պահանջը։ Անիա Բաղյան, Սայդա Մակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։